Գիտեք, պարոն Փաշինյանի մոտեցումը նոր չի, ինքը վաղուց է դրա մասին խոսում, եւ ըստ էության ինքը վիճարկում է Հայաստանի Հանրապետության հիմնադրման ըստ էության գոյաբանական եւ սահմանադրական հիմքերը։ Նա բազմից ասել, որ երրորդ հանրապետությունը էջը պետքա փակվի, չորրորդ հանրապետությունը ստեղծվի եւ այլն։ Ես կարծում եմ մենք իրան պետքա պարզապես թույլ չտանք։ Պետք է թույլ չտանք հայկական պետությունը կործանել, որովհետև անկախության հռչակագրի չեղարկումը մեր տեսանկյունից հավասարազոր է հայկական պետության կործանմանը։ Այն ինչ որ գալու է իր տեղը չի լինելու հայկական պետություն։ Դա անհասկանալի է նույնիսկ ինչ է լինելու։ Դա լինելու է պետություն թե չի լինելու, թե լինելու է ինչ որ մի հատ կազմավորում, դա լինելու է հայկական թե չի լինելու։ Ուստի պարզապես շատ վճռական կերպով պետք է թույլ չտալ, որպեսզի պարոն Փաշինյանը եւ իր շուրջը հավաքված կամակատարների վարչախումբը փորձի չեղարկել մեր անկախության հռչակագիրը։ Դրանով նա չեղարկելու է մեր անկախությունը։ Տեղը թե ինչ է բերում չի ասում։ Պարզապես այդքան է, պարոն Գասպարյան, քանի որ հարցը զրոված է։ Ես քանի որ այդ հարցում շատ ռադիկալ եմ եւ չեմ մեկնաբանում նշել անձնավորության անհեթեթությունները, սա սկզբունքային հարց է ինձ համար։ Այսուհանդերձ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանակում տեղի ունեցող գործընթացները ամենևին էլ չեն խոսում երրորդ հանրապետության մասին, այլ խոսում են այսպես կոչված չորրորդ հանրապետության մասին։ Սկսած անկախության հռչակագրի բոլոր դրույթների, մասնավորապես 3 առանցքային գաղափարի, որոնք վերաբերում են պետության ինստիտուցիոնալ շարունակականությանը, մարդու իրավունքների ժողովրդավարության եւ ընդհանրապես բռնապետության մերժմանը, որի հիմքով էլ խորհրդային միության կազմաքանդումից հետո առաջացան 1.5 տասնյակից ավելի պետություններ, երկրորդը հայոց ցեղասպանության եւ արևմտահայերի պատմական արդարության վերականգնմանը աջակցելուն եւ երրորդը Արցախի ինքնորոշման իրավունքին եւ հայկական պետության ընդհանրապես բոլոր ջանքերի մոբիլիզացիային Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Այս 3 խնդիրները չկան։ Դրանց հավելյալ տասնյակ նոր խնդիրներ են ավելացել հայ եկեղեցու դեմ խաչակրած արշավանքներին փոխարինող, այսպես ասեմ, մահիկի կամ կիսալուսնի արշավանքը, որը ձեռնարկվում է, պետության լայցիզմի սկզբունքի խախտումը, աշխարհիկության սկզբունքի էական խախտումը, բռնաճնշումները բոլոր ընդդիմադիրների նկատմամբ, ազգային տար պարունակող կառույցների, նրանց ղեկավարների անձանց նկատմամբ, մամուլի, մեդիայի նկատմամբ բռնաճնշումները եւ օրենսդրական այդ խայտարակ պարզապես, որը պատիվ չի բերում որևէ միավորի, որը միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ ունի կամ մակում դրոշ, անունը դրել են մեդիա ազատություններ կամ խոսքի ու մտքի ազատություն, Հայաստանում չկա այդպիսի բան, Հայաստանը կլասիկ ավտորիտարիզմի ջիրաններում է, այս ամբողջի ֆոնին ստել խոսել մեծ չգիտեմ ինչերի մասին, կարծում եմ այդքան նպատակարար չէ, փոխարեն, դուք գիտեք նաև 3 միասնության թվեր նախաձեռնությունը, նաև ազգային պրոգրեսիվ դաշտում գտնվող ուժերը այդտեղ էին կառավարության շենքի դիմաց հստակ փաստերով ներկայացնում են, թե ինչպիսի առաջխաղացում է եղել ադրբեջանական դիրքերը եւ ամբողջ պետական ապարատը խառնվել էր իրար, թե չկա այդպիսի բան եւ այլն։ Այսպես կոծկելով, խաբելով, սա անելով, դա անելով, իսկ կոնկրետ ինչու էր տվյալ անձնավորությունը հասել եվրոպական մայրաքաղաք, որպեսի ինչ անի, նրանց տրամադրությունը փչացնի, ինչպես կասեր կլասիկը, ոչ, գնացել էր արտաքին աշխարհին հերթական մեսիջը հղելու, որ ինձ տվեք քարտ բլանշ Հայաստանում բռնությունների միջոցով ընդդիմության դեմը փակեն, որպեսզի մեր պլանները իրականացվեն։ Եթե Ադրբեջանը ներողություն, եթե Ադրբեջանը չի կրակում, եթե կա խաղաղություն, հա, ենթադրաբար։ Ասում են կա խաղաղություն։ Չենք խոսում դրա մասին թրիփը, միֆ է, հիմա ցնդել է, ինքն էլ ընդունեց, որ չկա այդպիսի բան։ Եթե Ադրբեջանը չի կրակում, եթե ընդդիմության նկատմամբ Հայաստանում բռնաճնշումները շարունակվում են,
տրամաբանական հարց է առաջանում։ Խաղաղության թեզը, որի վրա կառուցել է այդ անձնավորությունը իր ամբողջ նարատիվը, հոտս է ցնդում փաստորեն։ Ընդդիմությունն է խանգարում, որ խաղաղություն չլինի։ Խաղաղություն կա ըստ իրեն, չէ՞։ Ինչու է ներքին ճնշումները ավելացում։ Եթե խաղաղություն կա, ինչու ես գնում Բրյուսել կամ չգիտեմ որ մի մայրաքաղաք եւ ասում ես, որ հայ առաքելական եկեղեցին սա է կամ չգիտեմ ընդդիմությունը վատն է, ցեղասպանության թեման հանել են Քաջուրդի, արցախցիները պետք է մնան Հայաստանում, Արցախ վերադարձի խնդիր չկա եւ այլն։ Ինչու ես ասում այդքանը։ Նշանակում է պրոտեժե ես ման գալիս։ Քեզ համար նոր հովանոց ես ման, ոչ թե նոր նույն հովանոցը, որի տակ գտնվել ես եւ որի տակ հանձնել ես Արցախը, գնացել ես նորից կամ վերստին ստորագրություն բերելու, մի քիչ գումար բերելու, իսկ մենք գիտենք արդեն քանի միլիարդ դրամ է ներդրվել այս նախընտրական քարոզարշավի մեջ եւ այդ ուրախ ավտոբուսով որ գնում են ու չգիտեմ եգիպտացորեն են կրծում, ինչ ուրիշ բան են կրծում, ինչով են զբաղվում։ Մենք շատ լավ գիտենք այդ ամբողջը։ Գնացել էր պարզապես Եվրոպա, ասելով որ տվեք ինձ քարտ բլանշ, ներսում ընդդիմությանը ճնշելու եւ վերարտադրվելու համար աչքներդ կփակեք բոլոր այն բռնություններից, որոնց ես պատրաստ եմ գնալ։ Դա է նպատակը, ուրիշ նպատակ չկա։ Թե չէ այս անձնավորությունը այն օրը, որ սեպտեմբերի 27, 2020 թվական Ազգային ժողովում իր տխրահարճակ ելույթի այն հատվածում, երբ խոսեց ասելով, որ ինչ է լինի մենք մեզ պարտված չենք համարելու եւ պղծեց Սարդարապետի գաղափարը առհասարակ, այդ օրվանից պարզեցել պարզել, որ ինքը գտել է այն հովանոցը, որի տակ պետք է թաքնվի եւ իր քաղաքական եւ ֆիզիկական երկարակեցությունը ապահովելու համար պիտի աճուրդի հանի ամբողջ Հայաստանը, իր բոլոր ազգային հարցերով։ Հիմա այդքանից հետո մնաց այն, որ անկախության հռչակագիր բան չէ, հայակվեն ինչի իման վրա է ստեղծվել։ Անկախության հռչակագրի պաշտպանության, այսինքն այդ ամբողջ process վերջին 3 տարվա ընթացքում մտցրին խորհրդարան, բոցաշունչ ելույթներ ունեցան, իրենց մանկլավիկներին պիտի ասեմ ոչ եթերային բառ, բրախեցին ազգային ժողովի ամբիոն, որպեսի քննադատեն, հայհոյեն, նվաստացնեն ում ոչ թե Ավետիք Չալաբյանին, Աբրահամ Գասպարյանին, Հայաստան պետության գաղափարը անկախության հռչակագրին դիպչելով ոչ թե այդ գաղափարը առաջ տանող անձանց են դիպչում, այլ սեփական հոգում, մտքում, սրտում Հայաստան գաղափարը ոչնչացրած մարդիկ։ Հիմա մի հատ Եվրոպա կգնա, հետո Ռուսաստան կգնա եւ այլ մարդ, որը ունակ է ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին ասել հրաժարականը տուր գնա, ինչ է թե Արցախի մասին Վենսի հետ խոսել է, նույն հենց այդ երկկենցաղ քաղաքական էակը հավալ գալով 32 ատամները ցույց տալով գիրքը վերցնում է եւ սելֆի անում եւ իլուր աշխարհի ցույց է տալիս որ տեսեք ես այս մարդու հետ մենք ուզում ենք ամբիցիա ունեցող պետության մեջ ապրենք չի լինի դա պարզապես աբսուրդ է